The point-ի սիրելի ունկնդիրներ, դուք դարձյալ հենման կետում եք։ Եվ այսօր իմ հյուրը արդեն ավանդույթ դարձած, ավանդական հյուրը Հակոբ Նալբանդն է։ Անկեղծ խոստովանություն բոլորիդ։ Ես այնուամենայնիվ մեծ մերձավոր արևելքի իրադարձություններին այսքան շատ տեղ տալուց հետո մեղքի զգացում ունեցել եմ, որովհետև մտածել եմ, որ Հայաստանի հասարակության այդ խնդիրները կարող են այնուամենայնիվ այդքան էլ չհետաքրքրել, որովհետև մենք ավանդաբար խրված ենք մեր ներքին կռիվների մեջ եւ քթներս չենք ուզում դուրս հանել ու չենք ուզում տեսնել ինչ է կատարվում աշխարհում։ Բայց այս մի քանի օր շատ լայն շփումներ ունենալով մարդկանց հետ ես լսեցի կարծիքներ, որոնք ինձ ուղղակի թևեր տվեցին։ Ես լսեցի տեսակետներ, որոնք ինձ իսկապես մտածելու մղեցին։ Եվ այդ մտորումների արդյունքում պարոն Նալբանդը ու ես որոշել ենք այս շարքը դարձնել արդեն ավանդական, որովհետև մարդիկ մեզնից պահանջում են բացել պատոհանները, որովհետև մարդիկ մեզնից պահանջում են հնարավորինս շատ տեղեկացված լինել։ Եվ հուսամ այնուամենայնիվ, որ այն տեղեկությունները, որ այսօր մենք կփորձենք համատեղ իրազեկել, դառնալու են եզրակացությունների հիմք։ Վերստին բարի գալուստ պարոն Նալբանդ, շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում հյուրընկալելու համար։ Ուզում եմ, որ այսօր դարձյալ խոսենք մեծ մերձավոր արևելքից, բայց մեծ մերձավոր արևելքի իրադարձությունները պրոյեկտենք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև մեր այս սովորական լրատվական հարահոսի մեջ կարծես թե աննկատ մնաց այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Վաշինգտոնում հանդիպեց Միջինասիական Հանրապետությունների նախագահների հետ։ Ես իհարկե հիմա չեմ խոսի, թե Միջինասիական Հանրապետությունների նախագահները հետ ինչ շռայլ շողոմքոր կեցվածքով, շռայլ գովեստներով էին դիմում Ամերիկայի համար ոսկեդար բերած 21-րդ դարում Ամերիկան, չգիտեմ ինչ դարձնող Դոնալդ Տրամպին, որ 8 ամսում 8 պատերազմ ավարտեց եւ այլն, բայց ընդունենք, որ համենայն դեպս 11 թե 14, եթե չեմ սխալվում, միլիարդի համար այդ գովեստները այնուամենայնիվ քիչ էին։ Ես որքան հասկացա, այն պայմանավորվածությունները, որ Միջինասիական Հանրապետությունների ղեկավարները կարողացան Վաշինգտոնում կնքել, այն համաձայնագրերը, որ Վաշինգտոնի հետ կնքվեցին, նրանց հնարավորություն են տալու ձեռբազատվել Չինաստանի ենթակայությունից, դա մեկ, եւ երկրորդը, Տրամպը ինքը իր խոսքում դրան անդրադարձավ, նրանք մաս են դառնալու տրիպին։ Ու ես ուզում եմ, որ այդ իրադարձության վերլուծությունը մենք պրոյեկտենք մեր տրիպի վրա։ Հիշեցնեմ նաև, որ Ղազախստանը միացավ Աբրահամյան համաձայնագրերին։ Մենք Աբրահամյան համաձայնագրերին ձեզ հետ արդեն անդրադարձել ենք, բայց ես ուզում եմ վերստին այդ հարցին անդրադառնանք։ Հայաստանը ի վերջո Աբրահամյան համաձայնագրերին միանալու է։ Բարև ձեզ Տիկին Աթամյան, շատ հետաքրքրական կարծեմ պիտի այսօր մեր զրույցը ստացվի, որովհետև իսկապես շատ կարևոր հետաքրքրական հանդիպումներ տեղի ունեցան Ամերիկայի մեջ։ Մենք չմոռանանք, որ առաջին հանդիպումը C+1, Central Asia 5 երկրներ եւ Ամերիկա 2023-ին տեղի ունեցավ նախագահ Բայդենի նախաձեռնությամբ, բայց այդ ժամանակ մենք չմոռանանք, որ ՄԱԳ-ի կակատնաժողովը կակատնաժողովի շրջանակներում մեջ տեղի ունեցավ։ Իսկ այսպիսի ֆորմատով առաջին անգամ է որ դեղի գունենա։ Դուք ճիշտ եք 12 միլիարդ դոլարի պայմանագրեր կնքվեցան, հիմնական հետաքրքիր պայմանագիր այդ էր, որ Ուզբեկստանը Dreamliner օտանավները պիտի ստանա 20 հատ, եւ ավելի հետաքրքրականը, որ մեզ հետաքրքրե ուղագի տրիպի հետ կապված Կազախստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ ստորագրված լոկոմոտիվային պայմանագրերն էին, որովհետեւ 2.4 կամ 2.5 միլիարդ դոլարի շրջանակներու մեջ բադահական չէ այդ մեկը, մենք կգարձենք, որ այսինքն երբ որ պիտի տրիպը իհարկե պիտի օգտագործենք շատ արած ցևով քնածքները, իսկ ամերիկյան քնածքները շատ յուրահատուկ են, նոր են, ռուսական քնածքները անհամեմատ մոդեռն են, ժամանակակից են, բադահական չէ այդ մեկը։
Բոլորը մեզի մեկ բան գուշե որ տրիպ ինչքան կարևոր, ինչքան աբակա, ինչքան մեծ հորիզոններ բանալու է մեր վրա։ Իսկ աշխարհակահական խորությունը մեկին հիմնական Չինաստանին արգելափակելն է, Չինաստանը ծևոմ դուրս չինական աստիճան դակեն դուրս բերելն է միջինասիան։ Մենք չմոռանանք որ նախագահ Տոկաևը ինչպեսի background ունի Դարիներ սովետական միության տեսփանի եղել է Չինաստանի մեջ շատ լավ Չինաստանի Չինարենի դիրաբեդե նախագահ Տոկաևը այս բոլորը մեկնած յուրահատուկ կապեր կան Կազախստան եւ Չինաստանի մեջ մեկ կարող է խանգարը մեկ Ամերիկայի ծրագրերը հատուկ կապը իսկ այստեղ կարծեք թե Ամերիկայի Միացյալ Նահանգները նախնական հարված հավցուց եւ Չինաստանին ծևոմ չեմ ասել արգելափակեց բայց Կազախստանը իր մոբիլի ոնց որ դարձնե ավելի ճիշտ Միջին Ասիան Չմոռանանք ինչքան կարևոր է Միջինասիան, այսինքն Եվրասիային իշխողը այդ ուժը որ Եվրասիայի վրա իշխե աշխարհի հիմնական այդ տրանզիտներու ճանապարհներու վրա եւ Չինաստանը մինչեւ Եվրոպա ցկված, որը ամեն վերջին օղակը Հայաստանն է, ատկե վճարտեն Միջինասիան միջին ապան գսկսի մերձավոր Ասիա եւ Թուրքիա եւ այդպես կհասնի Եվրոպա Դեսեք հիմա հիմնական միտքը որն է ուսումնասիրություններ կան որ Կազախստանի մեջ 20 միլիոն տոն յուրահատուկ մետաղներ կան ընդդիր մետաղները սելենիում իտրիում այս բոլորը Ուզբեկստանում ես դակավին չկա ուսումնասիրություններ ոնց է գուզեմ այդտեղ հասնել դեսեք արդեն այս 20 միլիոն տոնը որում ասենք ասենք իսկ սրանք ոչը հանքեր չեն մաքուր են դակավին ասինքն օգտագործված եւ մեկ կողմ հետված հանքեր չեն այս հանքերը փաստված հանքեր են որ կան ուղղակի մշակելը պետք է եղած ուսումնասիրություն է դակավին իսկ Ուզբեկստանը թե լրիվ գուսական է իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեսեք ինչքան զիջումներ էր վերջերս մենք անցյալ շաբաթ խոսեցանք Հարավային Կորեայի Բուսան քաղաքի մեջ հանդիպում որտեղ ունեցավ Շի Ջինպինգի եւ նախագահ Տրամփի մեջ մեկ տարվա պայմանագիր կնքեց Ամերիկան մեկ տարին բադահական չէ որ կնքեց մեկ տարիով Ամերիկայի Միացյալ Նահանգները պիտի գտնա Չինաստանեն այդ դարձյալ մատակարարը ընդդիր մետաղները իսկ հիմա այսպես Գիտեք ինչպեսի մեծ հորիզոններ կբացին 21-րդ դարի հիմնական վերջին խոսքը տեխնոլոգիայից ընդդիր մետաղներն են ասելու անոր համար է որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասկան ուշադրություն կդարձնե Միջին Ասիայի երկրների վրա եւ չմոռանանք այդ բոլոր գնացներով դեղափոխվին այդ աբրանքները երևի գահավին Թուրքիա կամ ինտեղ գմշակվին չեմ գիտեր տեխնոլոգիաները այս բոլորը մեծ հորիզոններ կփրան Հայաստանի Հանրապետության հարավային տարբասներու մասին ասենք Տրամփ տրիպի մասին որ ինչքան խորություն կա տրիպի մեջ Ես հիմա քիչ մգուզեմ խոսել Աբրահամյան պայմանագրերու մասին Կազախստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ։ Հիմա բադահական չես կգարձեմ որ Ամերիկան հենց Կազախստանի հարցով ինչու Կազախստանը գերեւի իսլամական աշխարհի ամենաարագ աճող երկիրն է։ Իր դարածքով ամենամեծն է 2 միլիոն։ Իր բնակչությամբ 26 քիչ է բնակչությունը համեմատած օրինակ Ինդոնեզիայի բանի հետ, բայց իր ստրատեգիական դիրքը Ռուսաստանի եւ Չինաստանի մեջ իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներու համար հիմնական այդ երկիրը որ պետք է որ Աբրահամյան պայմանագրերով միանար Սաուդի Արաբիան է այսպես Ամերիկան կփորձի Սաուդի Արաբիայի վրա ջնշում բանեցնել գիտեք Սաուդի Արաբիան արաբական աշխարհի ղեկավարն է իսկ Կազախստան իսլամական աշխարհի մեջ յուրահատուկ դեղ ունի հիմա այսպեսով կգարձեմ որ Սաուդի Արաբիայի վրա ջնշում պիտի բանեցի որ Սաուդի Արաբիան նույն քայլին դիմե Եվ հաջորդ քայլը որ հերթի են անշուշտ ուժի համացանություն ապես անվանեց նախագահ Տրամփը չեմ գիտեն ինչ ուժի մասին է Աբրահամյան պայմանագրերը հիմա հաջորդը հերթին այս երկիները մենք չմոռանանք որ բան ունին բոլորը յուրահատուկ գաբեր ունին դիվանագիտական գաբեր ունին Իսրայելից այդպես չէ այս երկիները դիվանագիտական գաբեր չունին բոլորն արկա 5 երկիրները առավել հատուկ գաբ ունի Ադրբեջանը Իսրայելի հետ իսկ Հայաստանի Հանրապետությունը մենք խոսած ենք այդ մասին դակավին սայլը դերեն չէ շարժած այսինքն ներ սարեցված են հիմա հաջորդը գարձեք թե Ուզբեկստանը եւ Ադրբեջանը միանալու են Աբրահամյան պայմանագրերով պայմանագրերը յուրահատուկ կգարձեմ ֆորմատ մնա որ բալանսապան է Ռուսաստանի դեմ ուղղված ինչ-որ բան է Այդպես ես կգարձեմ, որովհետև այս երկրները բոլոր դիվանագիտական գաբեր ունին, այսինքն ինչ կնշանակե ուժի
Ուժի համացայնություն հետաքրքրական է այս բանացևումը բարոն նախագահ Տրամպի ինչ կնշանակի ուժի բանացևում ես կգարձեմ որ ասպեղ իսկապես հագա-ռուսական բլոկ կառաջանա մենք չմոռանանք ինչպես սովետական միջությունը կայքայվեցավ երբ որ Ես կանաչ մի փոքր առարկեմ գիտեք բոլոր այն պետությունները հետ խորհրդային տարածքի բոլոր այն պետությունները որոնք սկսում են զարգացման ինքնիշխանության ճանապարհ մեխանիկորեն ստացվում է, որ Ռուսաստանի դեմ են դուրս գալիս։ Արդյոք դա չի նշանակում, ոչ թե իրենք են հակառուսական կամ հակառուսական, այլ Ռուսաստանն է իրեն զարգացման դեմ։ Ռուսաստանն է կանխարգելում իրենց տնտեսական զարգացումը, որովհետև ցանկացած ինքնիշխանության հիմքում դրված է տնտեսությունը։ Արդյոք այստեղ այդ հանրապետություններն են մեղավոր։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եվ քանի որ ձեզ արդեն ընդհատել եմ անամոթաբար, եկեք անդրադառնանք նաև Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուշագրին, որի առաջին կետում կիսահաղորդիչներն էին։ Այդ կիսահաղորդիչների հիմքում ընկած էր ձեր ասած այդ մետաղները եւ երկրորդը արհեստական բանականությունը Արդյոք մենք Հայաստանի Հանրապետությունը, որ լեռնա հանքա հունքային այդպիսի վիթխարի պաշարներ ունի, չենք կարող այդ պաշարների մշակումը հենց այդ համաձայնագրի հիման վրա դարձնել այն նավթն ու գազը, որ ունի Ադրբեջանը եւ ավելի բարձր կարգավիճակ տալ թե Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, թե Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային բանակին ու արդյունքում մեր ինքնիշխանությանը, որովհետև մենք անդադ ասում ենք դե Ադրբեջանը նախաստորագրեց, բայց դեռ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրել։ Դերահավատ ենք այնուամենայնիվ, որ Ադրբեջանը պայմանագրունակ պետություն չի, կարող է ստորագրել, նախաստորագրել, հետ ստորագրել, բայց դա խաղաղություն չի երաշխավորում։ Միանշանակ է, որ խաղաղություն երաշխավորում է ուժերի հավասարակշռությունը, եւ մենք այդ ուժերի հավասարակշռությանը շատ արագ պիտի հասնենք։ Այ հանրապետություն կուսակցությունը իր ծրագրերը նպատակաուղղում է տնտեսության զարգացմանը, որովհետև կրկնում եմ ցանկացած պետության ինքնիշխանության հիմքում ռազմական անվտանգության հիմքում անգամ տնտեսությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Ավելին, կողմնակի հնարավորություններ է ստեղծում։ Օրինակ Միջինասիական հանրապետությունների նախագահների հետ հանդիպման արդյունքում դե ֆակտո լոգիստիկ հարցեր են լուծվում։ Այդ լոգիստիկան Հայաստանով է անցնելու։ Սա է ամբողջ հարցը։ Ես ուզում եմ, որ այս հարցի այս մանրամասները քննարկման այս կտրվածքը հասու դառնա բոլորին, որովհետև մենք ասում ենք դե լավ համաձայնագրերը կնքվեցին, դրան ոչինչ չհետևեց, Ամերիկան հապաղում է աշխատանքային խմբեր, մերոնք չէ անում են, ըստ էության անում են, կողմնակի այդ ամեն ինչը գալիս կուտակվում է։ Նախ ես շատ կսիրեմ որ դուք արարգում եք ավելի էֆեկտիվ կստացի Չարաշահեմ։ Լավ ես շատ ես որ դուք արարգում եք արարգում հիմնական այդ մղիչ ուժն է արտադրություններու դեսեք տնտեսական ապահովությունը դա հիմնական ամենը հիմքը տնտեսությունն է ցեք մեր այդ սննդամթերքի ապահովությունը մեր քոյության ապահովությունը էներգետիկ ապահովության բոլորին գլխավոր հիմնական միացնող ուժը տնտեսական ապահովությունն է։ Ես օրինակ շատ կցանկանայի որ շատ էլ խոսան շուտ հարաբերության գուսակցություն նախագահն ալ միշտ բարոն Արամ Սարգսյանն ալ կոնտրատարնա այդ մոդուլային ատոմագայներու մասին իսկ միջայլոց միջին Ասիայի երկիրներն ամերիկան առաջարկած է որ մոդուլային ատոմագայներ կառուցեն մեկ նպատակով որ ռուսական մոնոպոլիային ցերպազատվին էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար իհարկե մենք գիտեք ինչքան ամուր գաբերով կապված է Հայաստանի Հանրապետության մեզամորի ատոմագայանը յուրանիում ենք անդեն կստանանք եթե չդա այսինքն պրոբլեմներ են իսկ որ տուն եւ ապահովության հարց է գտեղը աստված ոչն է իսկ մոդուլային ատոմագայները լրիվ ուրիշ սերունդի ատոմագայներն ավելի ապահով են ավելի կանխադեսելի են ավելի գենսորոդը կպահպանեն բոլոր հարցերը Հայաստանի իշխանությունը գերադասում է Ռոսատոմի հետ աշխատել բայց եթե անգամ հանկարծ Ռոսատոմը հրաժարվի մենք ունենք Ղազախստանի օրինակը մենք ունենք Ֆրանսիայի օրինակը որոնք կարող են շարունակել Մեծամորի ԱԵԿ-ի շահագործումը առանց դույզնի չափաղման, առանց ատոմակայանը կանգնեցնելու։ Դեսեք հիմա Ռոսատոմը
Իսկապես ճգնաժամի մեջ է մեր աչքին արջերն է Թուրքիայի ատոմագային ակկուի մեջ գործերը տանտաղած են, որովհետև ռուսական ընկերությունները շատ ծանր սանկցիաներ տակ են, նույնիսկ Siemens-ին չգրցան ինչ որ հadoop ու ավարտել ապարատներ գային ատոմակայան, չգրցան այո։ եւ թիմեցին չինական ընկերության, որակ ավելի ինգած է անշուշտ եւ այդ մեկը 1 տարիով արդեն երկարացկեց ժամկետները։ Իսկ Sinop-ի մեջ կուզեին Ռոսատոմի հետ ռուս թուրքերը երկրորդ ատոմագայան գառուցեին, իմ մեկն ալ գախված մնացած է, բանակցությունները սարած վիճակի են։ Այդպես չէ որ Ռուսաստանը ազատ է։ Ուրիշ ինչ կրնանք խոսել ես հարցերու շուրջ։ Ես կարծում եմ, որ արժի անդրադառնալ այն փաստին, որ երբ Ղազախստանը հայտարարեց, որ առաջին խմբականակն է ուղարկում Հայաստանի Հանրապետություն Ցորենի, եւ երբ Ադրբեջանն էլ հաստատեց, որ ապա շրջափակել է եւ Ցորենի խմբականակը պետք է մտնի Հայաստան, ելնելով սոսկայն փաստից, որ Ղազախստանից Հայաստան ավելի երկար ճանապարհ է, քան Ռուսաստանից Հայաստան, հանկարծ Օվերչուկներն ու Զախարովաները այնպես ակտիվացան, որ այդ խմբականակը Ցորենի ռուսականը առաջին մտավ Հայաստան։ Գիտեք, սա նման է շատ ծիծաղելի մանկական խաղի, որովհետեւ եթե Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն ուներ իր կապերը, իր ազդեցությունը օգտագործելու եւ Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով Ցորեն ուղարկելու, որտեղ էին այսքան տարի։ Դե ֆակտո մարդիկ օգտվում են Դոնալդ Տրամփի հետ կնքված համաձայնագրի հուշագրերի արտոնությունից եւ փորձում են այդ արտոնությունը վերցնել իրենց ձեռքը ու հայտարարել, որ սա մենք ենք արել։ Արդյոք հայ ժողովուրդը, հայ հասարակայնությունը դա չի հասկանալու, որ օգոստոսի 8-ի հետևանք է, սա օգոստոսի 8-ի արդյունք է, ոչ թե ռուսները գնացին, Ադրբեջանի հետ պայմանավորվեցին, ճանապարհները ապա շրջափակեցին։ Լսեք, ում եք խաբում։ Այդ հեքիաթներն ում համար են։ Դիգենատամյան Ռուսաստան հատ եկին դեմյան ուժեն գահասկնա։ Միան զորավոր ռեակցիա որ դաս գխոնարի ինքը։ Այդ երկին է Ռուսաստանը, ոչ ժողովրդավարություն, ոչ խոսքածություն, այդ երկին է որ միան փիրտ ուժով այդ երկիրի հետ կրնաս խոսի։ Տարերու խորքեն եկած բան է։ Նույնիսկ ես կգարձեմ որ հիմա երկու օր գշրջանալավի որ Ցորենը որ Հայաստան հասած է Կազախական ինչ որ անվորակ Ցորեն է, չեմ գիտեր 3-րդ սորտի կամ 4-րդ սորտի։ Ես հիմա սորտերն ալ չեմ գիտեր ինչպես կսորտավորեն, ինչպեսի քիդական փաստեր ունին, ինչպեսի լաբորատորներով այդ հաստուցին որ նույնիսկ սորտին քանակնա որոշեցին սորտավորման կանպաններ Սանդատնալ որոշեցին չեմ գիտեր մեկ ուզես մեկ պանիկայի վախի մտնորոտ կուզեն ստեցել ռուսերը ինչպես որոսիկ եթե գիտեին թող իրան կարող մտցնեին այդ երկի Ցորեն Ադրբեջանի ջամփովի ու սպասեցին մինչև Կազախական Ցորենը Եթե կարող էին, եթե կկարողանային Իսկապես դեսեք մանկական բաներ են նախ Ռուսաստան իր հարցերը տորած է երկու շաբաթ է Լավրովը մեջտեղերը չկա քսեն Լավրովը պաշտոնազրկված է չկեմգի այսօր հանգարց հայտարարեցին որ Լավրովը չէ իր պաշտոնի վրա է բայց Լավրովը չի երևիր 15 օրը Լավրովը սարած վիճակի մեջ է Հուսանք, որ իր անվերջ վերադարձների հերթական վերադարձին կարժանանանք, բայց բոլոր դեպքերում դուք ինձ հրաշալի թեմա տվեցիք խոսելու, որի մասին ես նախապես չէի ծրագրել։ Արդյոք Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ճիշտ այնքան կարծրացած 20-րդ, նույնիսկ 19-րդ դարի կարծրատիպերով ծանրաբեռնված իրականությանը ոչ համարժեք քաղաքականություն չի եւ ինչ է պետք որ Ռուսաստանի Դաշնությունում վերջապես հասկանան իրենք վաղուց արդեն ոչ Եվրոպայի ոչ այս տարածքների հետ խորհրդային տարածքի ոստիկանը չեն պարզապես պետք է գնալ համագործակցության ճանապարհով Համագործակցության իսկ համագործակցությունը իրենից ենթադրում է հավասար հարաբերություններ ոչ թե ենթակայի Եվ ղեկավարի, այսպես ասած, Կրեմլի հստակ, չգիտեմ ինչ, հովանու ներքո, արդյոք այդ Կրեմլի հովանին մեզ համար չի դարձել ամենամեծ վտանգը, թե տնտեսության մեջ, թե քաղաքականության մեջ։ Այսինքն Ռուսաստանը կգարձեմ որ իսկապես 19-րդ ամեն ինչով ինքը հետ մնացել է ժամանակին նույն իր տեխնոլոգիաներով, իր սոցիալական գանքով, իր ամեն ինչով, իր քաղաքական այդ ռեակցիաներով, այսինքն չեմ գիտի Ռուսաստանը որ եկիրում դիկտատորական ծևերով կղեկավարվի, այսպես կլա դիգնատամյան նորմալ է, աշխարհը ամեն վարքան կփոխվի։
Նույնիսկ ես մի հատ անեկդոտի մի հատ բան պատմեմ, որ մի քիչ փոխվի մեր միջավայրը, տեսեք բնության մեջ որ իշուկը եւ սին գմիավորվին չորի գծնի, ժամանակին չորիները ամուլ էին, իսկ հիմա չորիներն արդեն բնությունը մի ատկան փոխվել է որ չորիենա գնա այլևս նոր կուրնակներ ծնվին այդպես է աշխարհը կփոխվի դիգենատամիա բայց Ռուսաստանը հագարակ բոլին միշտ թե իդ քայլ է Ռուսաստանի մեջ ես նորեն գուզեմ հիշեցնել մուչենեն ինչ որ բան տեսեք որ Աֆղանստան Ամերիկայի Միացյալ Նահանգները Աֆղանստան մուտք գործեց Բիշկեկի մոտ օտանավակայան Կիրգիզիայի մեջ մանատ Ամերիկացիները մանատ օտագայանը վարձեցին եւ Ռուսաստանը ոչ մեկ ձպտուն չգրծավ անել եւ ադի շատ լոգիստիկ բան էր անցումային կարևոր օտագային էր ամերիկյան զորքի համար Ռուսաստանը այդպիսի երկիր է ես միշտ կզարմանամ ինչու Հայաստանի հարավը Գորիսի օտագայանը որ կա անընդհատ գիչեք ինչքան գրմպագոծեն ադրբեջանցիները եւ Հայաստանի հարաբերություն ինչ կսպասե ինչ որ ամերիկյան կամ ֆրանսիական ընկերության դա եւ այդ ընկերությունը օտագային ակտիվացնե Ատկան ստրատեգիական դեղ է որ դիգենատամիա չեք պատկերացնել Հրաշալի առաջարկ է եւ կարծում եմ լավ հեռանկար ունեցող առաջարկ է, բայց ես չգիտեմ ինչու այսօր ուզում եմ ձեզել վերադարձնել Վաշինգտոն։ Տեսեք Սիրիայի նախագահ Աշարան Վաշինգտոնում էր, շատ հետաքրքիր զուգադիպությամբ այնտեղ էր նաեւ Ֆիդանը եւ համենայն դեպս Ալ-Շարայի եւ Դոնալդ Տրամպի հանդիպումից հետո Ալ-Շարան նորից կրկնեց Ասադին իրեն Սիրիային հանձնելու պահանջը որը Ռուսաստանը նույն այդ Լավրովի շուրթերով որոշ ժամանակ առաջ մերժել էր հայտարարելով որ դե Ասադը Ռուսաստանում է մարդասիրական նկատառումներով որովհետև նրան հայրենիք վերադառնալու դեպքում սպասվում է ինչ որ չգիտեմ դատավճիռ մահավճիռ թե ինչ այս պահանջների նպատակը ինչ է Որոշ ժամանակ առաջ կներեք, որոշ ժամանակ առաջ Ալ-Շարան Ամերիկայի Միացյալ Նահանգներում ահաբեկչական խմբավորման մեջ էր եւ դա ճանաչվում էր իբրև ահաբեկիչ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները սիրիական իրադարձություններից հետո ոչ միայն Սիրիայում վերադարձնում են իրենց դեսպանին, ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ վերահաստատեցին, ոչ միայն Ալ-Շարային արդեն երկրորդ անգամ ընդունում են Վաշինգտոնում Այլև լուրջ բանակցում են պատժամիջոցները վերացնելու մասին, Սիրիայի հետ պատերազմյան զարգացման մասին, ու այնտեղ վերստին հայտնվում է Ֆիդանը։ Նույն այն, ինչ ասեմ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որի առաջ, Էրդողանի առաջ, Տրամպը պահանջ է դրել հրաժարվել ռուսական նավթ ու գազից, որպեսզի վերջապես ավարտվի ուկրաինական պատերազմը։ Այսպիսի մի շատ բարդ հանգույց, Գորդյան հանգույց, ես վերստին դնում եմ ձեր առաջ։ Ձեզ զգացեք Ալեքսանդր Մակեդոնացի։ Շնորհակալ եմ։ Նայեցեք, իսկապես բաց վերք է Սուրիայի ժողովրդի համար Բաշար Ասադի ազատության մեջ մնալը։ Մեծ խորը սոցիալական վերք կա Սուրիայի մեջ։ Օրինակ ես մեկ արիտ եղած է որ մամուլով ասած եմ իմ հորեղբոր զանում իսկ անհայտ գործված է միջի հիմա չենք գիտեր ուր է աջուններ ունի չգան բարձրապես որ գարձիկ հայտնած է որ սխալ գնե Բաշար Ասադը սուդ էր որ հայ ես կամ քրիստոնյա ես դիկտատորական երկիր է են տեսեք հիմա Ֆիդանի հայտնվելը այդտեղ մենք ավելի գլոբալ հարցերով Ֆիդանի հայտնվելը մեկ Ցևոգը մեկնաբանել որ նախագահ Շարա եւ նախագահ Տրամփ գանտիբեին Զուկահեր Ջեյդի Վանսի օֆիսում գանտիբեին Սուրիայի արտգոց նախարար Շիբանին Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոբիոն եւ Հական Ֆիդանը հիմնական հարց որ կննարկվեցավ քյուրդական ուժերու սուրիական բանակի միացումն էր այդ քյուրդական ուժերը անընդհատ գորչորցային որ իրենք էին ICC դեմ բայկարող ուժերը աջակատն էին իրենք հերոսություններ կործանային լավեր են 2015-ը մինչև 2020-ներու սկիզբները բայց հիմա արդեն Սուրիան որ Ամերիկա այսերես նախակաշարը միացավ այդ կոնսեսիումին որը իգիրի դեմ բայկար գմղե միջազգային երկրորդ ավելի կարևորը գարձեմ որ մեկը գարձեմ քյուրդական ֆեդերացիա Սուրիան պաշտնվելու այդ երազանքը գարձեք թե վերջ պիտի գտնե դեպի այդ կողմ գերտա
Այո, եւ նույնիսկ այստեղ դուրսիներուն ալ հարավային մասը որ ժամանակին Նետանյահուն կրկրած էր Դավիթից անց կուզեին դեպի մինչև Թուրքիա հասնել կամիշլի հատ մեկն ագարձ էստե առաջ կարավ մինչև ասոր Իրաքի մեջ ալ շատ ճակատագրական ընդրություններ են աս հարցի հետ կապված իսկ ամենակարևորը տեսեք հիմա ապահովակ եւ գայսրի բաժամիջոցները որ իսկապես Սուրիայի աջ թրիչքը գխանկարեին երեք ամերիկյան կոնգրեսը սարեցուց եւ շատ հետաքրքրական էր ամերիկյան կոնգրեսի արտաքին հարաբերություններու ղեկավարը նախքին զինվորական էր Աֆղանիստանի մեջ գրված, որ երկու ոտքերը գործընծուցած էր, երեք շատ հետաքրքրական հանդիպում ունեցան 3 ժամ մանկակա Ահմեդ Շարայի հետ, սա ես զինվոր եմ, դուք զինվոր եք, մենք ժամանակին դեմ դուք գայդեի զինվոր եք, ես ամերիկյան, բայց ասում եմ ամեն ինչ ժամանակը կփոխվի եւ այդ արդեն շատ հետաքրքրական հուզիչ ալ հանդիպում էր եւ ատկեվեր հայտարարվեցա որ Ամերիկա Միացյալ Նահանգները 6 ամիսով սարեցուց, այսինքն ցեվ է արդեն Ամերիկայը, ինչպես տրիպես պայմանակիրը 1 տարով է, նույնիսկ անդեղ 6 ամիս 180 օր պայման դվին նայեն որ մոնիտորինգի պետք է ընդարգեն, որ ուր գերտա Սուրիան, ինչպեսի խոստումներուն յետևն է կամ չէ, բայց այստեղ հիմնականը Իսրայելի հետ ապահովական ինչ որ նախնական համասանություն պիտի լա, որը պիտի բակայդար պիտի բادرաստի Սուրիայի միացման դեպի Աբրահամյան պայմանակներով հրաշք է այդ մեկը իսկապես գիտեք հիմա Գոլանի հարավային մասը Սուրիայի սահմանը շատ հետաքրքրական ծրագիր կա 1974-ի պայմանակրով երկու շերտ եղած էր իսկ հիմա պիտի դառնա 3 չեք Գարմիր Գաբույթ տեղին ամեն մեկ շերտ իր յուրահատուկ ցև ունի բուֆերային զոնա հետո պիտի շատ տետև զինամթեր կլա երրորդ մասի մեջ միան պոլիսներ պիտի լան բանակ պիտի կոչում բիջենա եւ այսպիսով քայլ արկարած երկիները պիտի հաստին նորմալացման ինչքան նորմալանա միջին արևելքը ինչքան գանանա Սուրիան ինչքան գանանա Իրաքը իսկապես մեծ անդրադարձ պիտի ցկե այդ մեկը Հայաստանի Հանրապետության վրա եւ դարաշրջանը շատ դեղաշարժեր պիտի լան մենք չմոռնանք դիգնատամեն Իրաքի մեջ դիկրիսկեդը չորցած է դիկրիսկեդը շատ քիչ է այսինքն այդ դարաշրջանը մեծ բահանջ կունի անցյալ անգամ արխոզանք ճուրի քյուրմտերներու եւ մենք շատ մոդ ենք մենք հիմա տեսեք հայկական մամուլով գսե թե Հայաստան Թուրքիա սահմանը բացվի Թուրքիայի քյուրադնեցական քյուրամտերքը պիտի խեղդե Հայաստանի Հանրապետության շուգան պիտի վերաճացնե ես իրենց խորուկ դամ դուք մեկ հատ նայեցեք Թուրքիայի մեջ լոլիկը քանի գարժե Բադինջանը քանի գարժե եւ Հայաստան քանի գարժե եւ ով որու աբրանք պիտի գրնա ծախել Թուրքիայի մեջ իսկապես ինֆլյացիան այդքան բարձր է որ մարդիկ չեն գնա նույնիսկ լոլիկ բդուղ առնել Հայաստանի մեջ անհամեմատ ավելի արժան է Եթե չեն հավատար թող խնդրեն բանան ո՞յ եք թուրքական մարքեթի քիները դեսնեն համեմատեն Հայաստանի հետ եւ մենք կգարձենք որ աբակային այդ ճանապարհը մենք շատ լավ իդեօգտագործենք եւ Մերկյուղ ամեն մեկ թիզը Հայաստանի Հանրապետության որ չօգտագործված, չցանված, պետք է շատ արագ ձևով յուրա, ասինքն ծրագիրներ մշակենք եւ հատ հողեն մենք օգտվենք նախ մեր սննդամթերքի ստրատեգիան ապահովությունը մենք երաշխավորենք եկորնար եկամուտ է մենք չմոռնանք մենք անցյալ խոսենք Իսրայելը ինչպիսի մուտքեր ունի Արժենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մեզի մոդուլային երկիր Հոլանդիան եւ Բելգիան նույն տարածքն ենք 30,000 կիլոմետր եւ ճուրով парք ածում ենք սագավաճուր երկիր չենք եթե մեր ճուրի բաշարները այո բարձրաթիվ երկիր ենք այսինքն մենք այսերեսին քյուրեցենք ինչպեսի ճուրեր գային շրջանի մենք շատ արիտներ ունեցանք միասին երթալ դեսնել մեր շատ սիրելի քյուրերը եւ տեսանք ինչքան առաջ ճուրը բարապ տեղի զուր գոսեր Գիտեք, ես ուզում եմ այնուամենայնիվ վերջին հարցով ձեզ դարձյալ տանել Սիրիա։ Հնարավոր է, որ ասենք այս Եվրամիության հետ հարաբերությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների արդյունքում ստացվի այնպես, որ Ալ-Շարան ոչ թե Ռուսաստանից ռազմական աջակցության եւ այլն ակնկալիք ունենա, այլ վերջապես ռուսական ռազմաբազաները փորձի երկրից անել եւ իր ձեռքը վերցնել ճանապարհը, որ տանում է դեպի միջերկրական ծով։ Խոշոր հաշվով ոնց ուզում եք վերցրեք սիրիական ամբողջ պատերազմը հանքահումքային ռեսուրսների եւ ճանապարհների համար էր։ Տեսեք 2-3 օր առաջ Արդահոս կա Ռոյտերը հայտարարեց, որ Դամասկոսի մոդագայքը զինվորական օտագայան գա, ես օտուջում դարեմ Սիրիայում լավ կերեմ այդտեղ օտագայանները, մեծ զանով օտագայան գա, դեղ ինչ որ ամերիկյան բազա պիտի դեղավորվի, գիտեք ադոր իմաստը որն է։ Հենց այդ բազայի փաստից ելնելով, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այնտեղ արդեն բազա է բացում, բազա է դնում,
Ռուսական բազաները ումից եւ ինչից պիտի Ասենք, դեսեք, սիրիացիներին անշուշտ պաշտպանեն։ անշուշտ Սուրիայի կառավարություն նախ երկես, բայց վերջը ձպտուն չգա։ Մեկը նախ բալանս կբա Իսրայելը ուզած վարյանը չի գնար մտնել Սուրիա ռմբագոզել, իսկ այդպես ամերիկան Սուրիան կոնտրոլի տակ կբա է։ Հաջող հայտարարեցին, որ Սուրիա գարչում մենք բادرազմող ժողովուրդ չենք այլևս հերիք է, ինչքան բادرազմեցանք, ինչքան ցավ դեցանք հերիք է։ Իսկ դեսեք վերջին շաբաթը շատ մեծ ակտիվություն արձանագրված է Տիգրան Աթամյան Համեմի Մոտագայանի 4 բոլոր ռուսական Փեռնադար օտանավեր շատ մեծ թիվով դեղաշարժում կար։ Մենք հիմա չենք գիտեր ինչ տեղի կունենա, ռուսեր ինչ կդեղափոխեն, ինչ կդանեն, ինչ կփերեն, բայց գիտեք Ամերիկայի Միացյալ Նահանգներու համար ռուսական բազայի ներկայությունը Սուրիայի մեջ, այսինքն սիմվոլիկ վրավ բան է, այսինքն չեն խանգարել։ Հիմնական Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռեպիկոնը անցնելը Իրանն է։ Այսինքն բացարձակապես Սուրիայի կառավարությունը պետք է Իրանի հետ կապ չունենա։ Հիմնական վտանգը Իրանեն է գացել Սուրիայի, անշուշտ մենք տեսեք անցյալ օր Իրանի նախագահն ալ հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ սուրիացիները մեծ խապեցին, Բաշար Ասադը ասում է «Ատկան փող մեզ կանցեց եւ մեզի նավթահորեր ծախեց, նավթահորեր որ գոյություն չունին»։ Եվ այդ բոլոր փողերը իրանցական փաշիններով տրանսֆեր կդարած դեպի Ռուսաստան։ Հիմնական Ամերիկայի Միացյալ Նահանգներուն նպատակը դարաշրջանի միջին արևելքի Իրանի աստիճան կոդիները ցույցներն է։ Հիմա մենք կտեսնենք այս մեծ հետաքրքրությամբ կդեվիմ իրաքյան դրություններուն այսօր, որով շատ կենսական է այդտեղ Իրանի թևերը գդրել։ Եվ կգարձեմ, որ իրանյան ուժերը մինիմում ցայներ կհավաքեն, մինչև ժամը 12:30 արդեն մարդիկ գնացել էին դրա դեղամասեր, տեսնեմ իրգուն հայտնի գլա, մենք գերեւի հաջորդ հազարույցին կխոսենք իսկապես Տիգրան Աթամյան մեծ հետաքրքրեմ ինչն արևելքը։ Մեր մերձավորներն եւ վաղը մեր գործընկերները, եթե մենք կուզենք մեր դիվերսիֆիկացիայի ընդարգել տնտեսությունը, մեր ապահովությունը Թուրքիայով, Սիրիայով, մինչև Արաբ-Բարսի ծոցը, մինչև Եգիպտոս ճանապարհներն առաջ կբացվին։ Այսինքն բարդատիր չես որ դու անշուշտ ես կուզեմ մեր սննդամթերքը մեր արդյունաբերությունը եվրոպական ստանդարտներով ասնի եթե դժվարություն կարտեն դու ուրիշ ալտերնատիվներ ունես արաբական աշխարհի մեջ հրաշալի ես կարծում եմ որ թե Իրաքի ընտրություններին թե Իրանում կատարվողին մենք դեռ կհասցնենք մեր հենման կետում անպայման անդրադառնալ այսօրվա համար շնորհակալություն խորին շնորհակալություն ես եմ շնորհակալ Սիրելի ունկնդիրներ հիշեցնեմ ձեզ որ դուք ձեր հենման կետում եք լայքեք տարածեք եւ իհարկե բաժանորդագրվեք Մենք շարունակելու ենք մեր քննարկումները մեծ մերձավոր արևելքի իրադարձությունների մասին, որովհետև հենց այդ ամենի հիմքում պետք է ձևավորվի այն գիտակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը առանձին կղզիացած պետություն չէ, եւ մեր ապավենը Լարսը չէ, Լարսը հակառակ քաղաքական ազդեցության լծակ է։ Ես կարծում եմ, պարոն Ալբանդ, հաջորդ հաղորդման մեջ մենք կխոսենք նաև մտակենտրոնի մասին անպայման։ Այո, Անպայման այսօր չհասցրեցինք։ Այսօր այսքանը։ Բարի աշուն ձեզ։